Ասված օրհնի բոլորիդ, շատ օրհնված եմ բոլորով միասնական հավաքույթի ժամանակ երգելուց, աղոթելուց, Տիրոջ փառքը բերելուց, ինչքան գալիս ենք մեկ այլի նորովի ենք ճանաչում մեր Աստծուն իր ներկայությանը, դրա համար ձեզ եմ encourage անում, ոգևորում, որ դուք էլ եկեղեցի գալուց սպասելով գաք Տիրոջը հանդիպելու ամեն, Իրանից խոսքը ստանալու եւ շփում ունենալու Աստծո հետ։ Փառք Տիրոջը։ Աստված օրհնի։ Այսօր իմ թեման հավատքն է։ Հռովմայացի առաջի գլխի 17 խոսքը ասում է. Արդարը հավատքից կապրի։ Ասա արդարը հավատքից կապրի։ Մենք կարող ենք ուրիշ բառերով ասել արդարը կամ քրիստոնյա մարդը հավատքի միջոցով կյանք ունի, կամ առանց հավատքի քրիստոնյա մարդը կյանք չունի։ Ինչպիսի հավատքի մասին է խոսքը գնում, ինչպիսի հավատքն է մարդուն կյանք տալիս կամ ապրեցնում։ Այսօր դրսում մարդկանց հարցնենք, կանգնեցնենք, մեծամասնությունը մարդիկ կասեն հավատում են Աստծուն։ Բայց ինչպիսի հավատքն է, որ կյանք է տալիս։ Որովհետև Աստծո խոսքն ասում է, որ նույնիսկ չարը սատանան հավատում է Աստծուն, բայց դա ինչ օգուտ, ինքը սարսափում է Աստծուց։ Հավատում է, որ Աստված կա, դևերը գիտեն, որ Աստված կա, բայց դա հավատք չի համարվում, դա իրանք չար են։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ կյանք է տալիս հավատքը։ Այսինքն սովորական հավատք ինքը չի կարող կյանք տալ։ Ինչպիսի հավատքի մասին է խոսքը գնում, որովհետև մարդիկ շատ անգամ ասում են հավատում ենք Աստծուն, եկեղեցի են գալիս, բայց իրավիճակները առաջանում իրանց կյանքերում, դժվարություններ կամ ինչ-որ հարցի, խնդրի շուրջ են կանգնում, ու այդ հավատքը, որ պետքա գործի դնեն, որ կյանք տա իրանց, այդ պահին իրանք հետ են քաշվում, հավատքը թուլացնում են եւ ընկնում են։ Այս դեպքում այդ հավատքը, այդ faith-ը օգուտ չունի, ոչ մի օգուտ չունի։ Այսօր իմ խոսքն է, թե ինչ տեսակ հավատքն է քրիստոնյայի կյանքում կյանք բերում։ Ու Հռոմեացիս լավ մի քանի բան ասեմ, հետո կկարդանք։ Մենք պետքա մեր հավատքները վերակենդանացնենք։ Ինչի համար եմ ասում վերակենդանացնենք, որովհետև բոլորս ունենք հավատք, բայց այդ հավատքը պետքա լինի արթուն եւ կենդանի։ Որտեղից է գալիս կենդանի հավատքը։ Living faith-ը որտեղից է գալիս։ Կենդանի Աստծո հետ շփում ունենալուց։ Living faith-ը գալիս է living Աստծո հետ շփում ունենալուց, relationship ունենալուց։ Մարդ չի կարա արթուն հավատքով կանգնի, եթե ինքը Աստծո հետ շփում չունի։ Ու օրինակի համար ամեն մի մարդ ունի շատ մտերիմ մարդ, չէ՞, ասենք մեկը կարող լինի կինը, ամուսինը, best friend, ամենամտերիմը։ Շատ մարդկանց հետ ընկերություն անի, բայց ունենա այդ մեկին։ Ու ինքը այդ մեկի ճանաչի իր բնավորության գծերը, իմանա ինչն է սիրում, իմանա վստահի, հավատա, ամենամոտերիմ մարդը, որ իր այդ կիսվում է եւ այլն։ Տեսեք, Աբրահամի ամենամտերիմը Աստված էր։ Երբ որ մենք կարդում ենք Աբրահամը շատ մեծ համայնքի community leader-ն էր։ Իր շուրջը կային լիքը մարդիկ, ինքը ուներ իր կնոջը, հավատարիմ կնոջը, ուներ լիքը ծառաներ, հավատարիմ faithful ծառաներ, բայց ինքը այդքան ժողովրդի միջից մենակ իր մտերիմը Աստված էր։ Իր օրը սկսում եւ վերջանում էր Աստծո հետ շփումով։ Ու երբ որ մենք հետ ենք նայում խոսքը կարդում ենք, իրականում Աբրահամի ժամանակով չկար commandment, չկար օրենք, պատվիրան, ինքը չգիտեր թե որն է մեղքը, որն է ճիշտը, սրբությունը, եւ այդ բաները, այդ commandment-ները հետո եկավ, հետո Աստված տվեց դրանք Մովսեսի միջոցով դարեր հետո, բայց այդ ժամանակ ինքը չունենալով commandment, ինքը Աստծո հետ հավատքի մեջ, հավատքի պատճառով արդար եղավ, ինքը սուրբ ապրեց։ Ինչի համար, որովհետև ինքը ամեն օր կենդանի շփում ուներ Աստծո հետ։ Ու այդ կենդանի շփումը իր ներսի հավատքը արթուն էր պահում։ Իր համար Աստծուց տրված ամեն մի խոսքը ավելի իրական էր, քան ֆիզիկական որևէ բան։ Ու այդ հավատքը շատ ուժեղ ապացուցվեց գործով։ Որովհետև Աստծո խոսքը որ ասում է առանց գործի ինքն իրանով հավատքը մեռած է։ Կենդանի հավատքը ապացուցվում է գործով։ Մի բան է առաջանում քո կյանքում, որ դու պիտի էդի ցույց տաս, հավատքը գործի դնես։ Ոնց որ Աբրահամը գործի դրեց։ Պատկերացրեք, այնքան ուժեղ արթուն էր իր հավատքը, որ երբ որ Աստված Աբրահամին ասեց քո զավակին
զոհաբերի sacrifice արա, որովհետև մի պահ էր եկե, որ Աբրահամը իր զավակով շատ էր սրտով կպելու, Աստծուն ինչ որտեղ կարողա կողքի արդեն դրած լիներ, ու Աստված ուզում էր տեսնել, թե ինչքանով է նույն տեսակ ձևով սերը իրա պահվել, ու ասեց քո զավակին sacrifice զոհաբերություն արա իմ համար, ու ինչքան էլ Աբրահամի համար այդ դժվար էր ու ցավոտ էր, ինքը մի բան գիտեր, Աստված իրան խոսք էր ասել էր դու զավակ կունենաս, երեխա կունենաս, Իսահակ, եւ այդ Իսահակի զավակի միջոցով դու կունենաս հսկա ազգ, սերունդ, generation, Աստված քեզ մեծ սերունդ կտա։ Ու ինքը այդ առաջի խոստումը, որ ստացել էր Աստծուց, ինքը զորավոր ձևով հավատում էր։ Ու նույնիսկ այդ ժամանակ, որ Աստված ասեց sacrifice արա, զոհաբերի քո երեխուն, ինքը մի բան էր հասկացել, որ եթե Աստված ասել է, որ իրան այդ զավակի միջոցով սերունդ ասած տալու, կարող է նաև այդ զավակին ինքը Աստված հարություն տա։ Մեռելներից հարություն տա, կամ չգիտեր ոնց, ինչպես, ոնց կլինի, ինչ կլինի, բայց ինքը վստահ էր Աստծո վրա, հավատք ուներ։ Դրա համար այդ հարցերի պատասխանները չիմանալով, թե ոնց, ինչպես, ոնց կլինի այդ սերունդը, ինքը վստահեց իր Աստծուն ու հավատքով զորացավ։ Դրա համար կոչվեց հավատքի հայր։ Հռոմեացիս կարդանք այդ տեղը 4:18-ը ասում է առանց հույսի, հույսով հավատաց, թե շատ ազգերի հայր կլինի, ինչպես ասվեցավ, թե այնպես պիտի լինի քո զավակը։ Ինչ է նշանակում առանց հույսի, without hope, hope ծնվեց իր մեջ։ Առանց հույս նշանակում է, որ ֆիզիկական աշխարհում հույս չկար, ֆիզիկական երևույթով, ինչը որ աչքերով տեսնում էր, հույս չկար, անհնար էր, impossible։ Աստված իրան ասեց 100 տարեկանում երեխա ես ունենալու ու սերունդը հսկա ժողովուրդ է դառնալու։ 100 տարեկան հասակում անհնար էր երեխա ունենալ։ Եվ Աբրահամը հույս չուներ ֆիզիկական աշխարհով առանց հույսի, ինքը Աստծո խոսքը վերցրեց եւ դա դարավ իր հույսը։ Եվ Աստծո խոսքով, հույսով հավատաց ասում եմ, որ շատ ազգերի հայր կլինի։ Հռոմեացի 4:16-22-ը ասում եմ. Աբրահամը հավատքիցն է, որ մեր ամենքի հայրն է։ Դրա համար Աստված իրան տվեց այդ հավատքի հայր կոչումը մեր քրիստոնյաների, այսօր հավատքի հայրը համարվում է Աբրահամը, որովհետև ինքը չերևացող անհնարին բանը տեսավ հնարավոր, տեսավ possible։ Ու Աստված դա այնքան հավանեց, ու Աստված այնքան է հավատքը հավանում, որ Աբրահամին դրեց քրիստոնեության հայրը։ Ինչպես որ գրված է, թե շատ ազգերի հայր արի քեզ Աստծո առաջին, որին հավատաց, որ մեռելներին կենդանի է անում եւ չլինող բաների լինողի պես է կանչում։ Այս ստեղ է հավատքը, որ ինքը մեռելներին կենդանի է անում, անհնարին մեռած հույսը կենդանացնում է ու չեղած բաները լինողի պես է դարձնում։ Որ առանց հույսի հույսով հավատաց, թե շատ ազգերի հայր կլինի։ 19 եւ չտկարացավ հավատքով։ Տեսեք, մենք այսօր հավատում ենք, բայց պահն եկա ժամանակ, երբ որ պետք է հավատքով կանգնենք, կարող է թուլանանք, նայենք ֆիզիկական երևույթին, իրավիճակին։ Ասում է չտկարացավ, չթուլացավ, weakness-ը չընդունեց։ Հավատքով զորացավ, չտկարացավ հավատքով։ Չերկմտեց, ասում է, այսինքն չնայած իր մարմնին, որ արդեն մեռած էր, ինքը իբրև 100 տարեկան լինելով եւ ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն։ Եվ Աստծո խոսմունքի համար չկասկածեց անհավատությունով, չերկմտեց, doubt չարեց, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվեց։ Եվ իր մտքումը համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է նաեւ եւ կարող է եւ անել։ Նրա համար էլ արդարություն համարվեցավ նրան։ Տեսեք, ինչը արդարություն համարվեց նրան, որ ինքը ամբողջովին խոսքը ասում է, զորացավ հավատքով, զորացավ Աստծով եւ փառք տվեց Աստծուն։ Հավատքը նաև փառաբանություն է ասում, երբ որ դու հավատում ես Աստծո խոսքին, Աստծո տված խոստումին, promise-ին, դու դրանով ուրախանում եւ փառք ես տալի, գոհություն ես հայտնում։ Այստեղով ինքը դրա համար գրված է, որ ասում է փառք տվեց Աստծուն։ Այնքան ուժեղ հավատաց, որ ֆիզիկականը չնայեց, այլ փառք տվեց Աստծուն, ամեն։ Ու երկրորդ Կորինթացի 5:7 ասում է, մենք հավատքով ենք գնում, ոչ թե երևույթով, ոչ թե ֆիզիկականով։ Ու ինչպես Աբրահամը ուներ այդ տեսակ հզոր, կենդանի արթուն հավատք, ինքը ուներ այդ հավատքը, որովհետև ուներ կենդանի շփում Աստծո հետ։ Living faith-ը գալիս է from the living word of God։ Ու Գաղատացի 3:7 ասում է, ուրեմն իմացեք, նրանք, որ
հավատքից են, նրանք են Աբրահամի որդիք, զավակները։ Ուրեմն նրանք, որ հավատքից են, օրհնվում են հավատացյալ Աբրահամի հետ։ Ինչպես մենք ճանաչենք Աստծուն։ Մի պահ եկավ իմ կյանքում ամիսներ առաջ, որ աղոթք էի անում, ասում էի Տեր Աստված, 5 կտակարանում Աբրահամը այդքան մոտիկ էր քո հետ, բայց դու նոր կտակար մասիր լավագույն ուխտն ես մեզ տալի, լավագույն covenant-ն ես մեզ տվել։ Մենք ավելի մոտիկ պետք է լինենք քո հետ, ավելի լավ ճանաչենք քեզ։ Ինչպես Տեր Աստված, թող քեզ ճանաչեմ ավելի։ Եվ Տերը հստակ իմ սրտում ասեց, ավելի շատ կարդա իմ խոսքը։ Աբրահամը այդ ժամանակ չուներ գիրք, բայց ինքը շփումը, relationship-ը, կենթանի շփումը Աստծո հետ պահելով, այդ խոսքը Աստծուց կենթանի ստանում էր ու հավատում էր այդ խոսքին։ Այսօր Աստված մեզ տվել է խոսքը, գիրքը, Bible-ը։ Ու ինչպես մենք պետք է Աստծուն ճանաչենք, այդ խոսքը կարդալով։ Այդ խոսքի մեջ կա anointing, օծություն, զորություն, power։ Ու այդ խոսքը, երբ որ դու կարդում ես, դա կենթանի են նույն խոսքերն են, որը որ Աստված խոսում էր Աբրահամին։ Ու երբ որ դու այդ կարդում ես, քո մեջ հավատքն է առաջանում։ Հռոմեացի 10:17 ասում է. հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Ստեղ իզուր տեղը ուղակի տեղը չի գրած, որ ասում է հավատքը լսելուց է եւ լսելը Աստծո խոսքից։ Աստծո խոսքի մեջ կա այդ power-ը, զորությունը, որ երբ որ դու կարդում ես, քո հավատքը արթնացնում է, awake անում։ Ամեն։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք մի հատ փաստ հասկանանք։ We have to understand a fact, որ հավատքը գործում է Աստծո խոսքի սահմաններում։ Bible-ի լիմիթի մեջ է գործում հավատքը։ Ու մենք պետք է Աստծո խոսքի հիման վրա հավատանք։ Ստեղ մի հատ հարց առաջանում։ Երբ հավատքը դադարում է գործել, երբ այդ faith-ը active չի լինում, inactive դառնում։ Երբ որ մարդ խոսքից դուրս է հավատում, Bible-ից դուրս, հավատքը դա հավատք չի համարվում, որովհետև Աբրահամը հավատաց Աստծո խոսքին, ոչ թե երևույթին, ոչ թե կողքի մարդկանց, հավատաց այդ խոսքին եւ այդ promise-ով ինքը ուժեղացավ։ Նույն ձևով մենք պետք է այդ Bible-ով, scripture-ներով մենք ուժեղ հավատքով կանգնենք, ոչ թե դրսի բաներով, որովհետև մի քանի օրինակներ բերեմ, օրինակի համար մի կին երազ է տեսնում, երազի մեջ հրեշտակը ասում է, գիտես ինչ, Աստված քո համար ծրագիր ունի, դու պետքա քո ամուսնուց բաժանվես ու ամուսնանաս հարևանի ամուսնու հետ, որովհետև իրականում այդ ամուսինը քեզ արժանի, Աստված իրան դրել է քո համար։ Ու այս կինը զարթնում է, հայտնություն աստամ, ասում է, այո, Աստված ինձ երազի մեջ եկավ, ես հավատում եմ, որ այս հարևանի ամուսինը իմը պետքա լինի, այդպես է, ու սկսում է հավատալ, աղոթքներ անում, հռչակում անում, ասում է, ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Խոսքից է, ճիշտ է։ Ամեն բան ասում է, Քրիստոսը ասել է, ինչ որ ուզեք, հավատացեք եւ կառնեք։ Հավատքով հռչակումներ անում։ Բայց ինչքանով է սա հավատք համարվում եւ ինչքանով է սա ճիշտ։ Սա Աստծո խոսքից դուրս է, որովհետեւ 10-րդ պատվիրանը ասում է, քո հարևանի դրացի կնոջը ամուսնուն մի ցանկացի ուրիշի կնոջը եւ ամուսնուն։ Այս խոսքը կողքի դնելով ինքը սկսում է հավատք գործադրել ոնց որ հավատք, որը որ խոսքին հակառակ է, Bible-ի contradict անում։ Ու ինչ է լինում այս դեպքում։ Դա համարվում է արդեն կախարդություն, witchcraft, որովհետև ինքը Աստծո խոսքից դուրս, ինքը իր մտքից հայտնություն ստացած, and revelation ստացած, որովհետև հրեշտակ կամ ինչ որ երազ հայտնություն է տեսել, Աստծո խոսքի հետ չի բռնում։ Եվ այս տեսակ ներշնչանք ոնց որ manifest անում ինքը իրանից հորինում ու հավատումը դա ոչ մի օգուտ չի ունենա։ Կամ մի ուրիշ օրինակ բերեմ։ Օրինակի համար ինչ որ մեկը աշխատանքի տեղից անդադ գողություն է անում, օրինակ մեկը աշխատում է հացի փռում ու ժամանակ առ ժամանակ լավաշ է գողանում ու աղոթք անում ու հավատում որ չի բռնվի։ Սա ինչպեսի հավատք է, ասում է, ես հավատում եմ Հիսուսի անունով, որ ես չեմ բռնվի։ Հիսուսը ասել է, ինչ որ խնդրեք իմ անունով, հավատացեք եւ կառնեք։ Աստված ասում է, գողությունը մեղք է։ Տեսնում եք, դա նույնպես հավատքը այստեղ ոչ մի օգուտ չի լինի։ Կամ մի ուրիշ օրինակ ասեմ, եկեղեցում ծառայող, որ հստակ ծառայություն ունի, գործ անում Աստծո եկեղեցու համար, ինչ որ մի հատ իրավիճակ առաջանում ու ոնց որ ասած ինքը պիտի ուղղվի
հաստատվի ավելի առաջ գնա, ջանք անի, աշխատասիրությունով առաջ գնա, ու ինքը չի ուզում, որոշում ասում է Տեր Աստված, լավ, ծառայությունը թողնեմ, սովորական եկեղեցի կամ գնամ։ Որոշում է ուղղակի այցելու, վիզիթր գա գնա։ Ծառայությունից հելնում է ինքը իր մտքով, իր մտածածով։ Ու չի հասկանում, որ Աստծո խոսքը ասում է, որ Աստված այդ ծառայության մեջ, այդ կանչի մեջ է դրել այդ պաշտպանությունը։ Եվ դուրս գալով տեղ է տալի միգուցե չարի ատականերին, խնդիրները առաջանում կյանքում։ Ու հետո սկսում է հավատքով աղոթք անել, որ այդ խնդիրները անցնեն իր կյանքից։ Ամեն ինչ կարգավորվի։ Չի կարգավորվի, որովհետև ինքը արդեն այն տեսակ հասուն ծառայողի դիրքի մեջ է, որ ինքը պետք է իմանա, Հովնանի նման, անգլերեն Ջոնա, որ փաղավ Աստված իր մարգարեր, չէ՞ որ հստակ կանչ եւ ծառայություն կար իր կյանքում, ինքը փախնում էր Աստծուց, ինքնագլուխ, իր որոշածով փախնում էր։ Եվ այդ ժամանակ ինքը հայտնվեց ձկան փորի մեջ եւ տարատեսակ խնդիրներ առաջացավ։ Հիմա ինքը չէր կարող հավատքով կանգնել, ասել թող ամեն ինչ լավ լինի, փոթորիկները հանդարտվեն։ Աստված է հանդարտեցնում, պետք է ինքը Աստծո առաջ խոնարհվի, հնազանդվի, գա Աստծո կամքի մեջ, will of God, Աստծո կամքի մեջ։ Ու այդ ժամանակ ամեն բան կկարգավորվի, ամեն։ Դրա համար հավատքը, այս օրինակները ինչի համար եմ ասում, հավատքը գործում է Բայբլի լիմիտների մեջ, սահմանների մեջ։ Ու օրինակի համար Բայբլում մի օրինակ կա Աստված Իսահակին, Աբրահամի տղային։ Ասում է, «Այս ինչ երկիրը մի գնա», պատկերացրեք Իսահակը ասեր, «Ոչինչ, ես հավատքով գնալու եմ, որովհետև Աստված Աբրահամին, իմ հորը, ուղարկեց անապատ, desert place, որտեղ որ իրան շատ օրհնեց»։ Պատկերացրեք Իսահակը Աբրահամի օրինակը որոշել ինքնագլուխ հելներ գնալ այդ ինչ-որ երկիրը։ Աստված էր Աբրահամին ասել հելնի գնա այդ անապատի միջով ու ինքը օրհնեց, բայց Իսահակին ասեց մի գնա այդ երկիրը։ Ու եթե Իսահակը չլսեր Աստծուն հելներ գնար, հավատար, որ ամեն ինչ լավ աներ, ոչ մի բան էլ լավ չէր լինի։ Ինքը կընկներ այդ սովի, այդ աղքատության մեջ։ Դրա համար ճիշտ հավատքն էր, որ ինքը լսեց Աստծուն ու չգնաց, լսեց Աստծո խոսքին։ Դա է ճիշտ հավատքը, faith-ը, որ մենք ունենք, ամեն։ Մանավանդ Ո մի բան էլ, որ Հիսուսն էլ իրան լիմիտ էր անում Բայբլի խոսքերի մեջ։ Երբ որ տեսնում ենք Հիսուսի ծառայությունը, տեսեք Աստծո խոսքում գրված է, որ շատ բաներ կա, որ մենք չենք իմանում, Աստված գիտի, ու Աստված, Հիսուսը Աստված լինելով եկավ այս աշխարհի վրա, ինքը շատ ավելի բաներ գիտեր, որքան որ Բայբլում օրինակի համար գրված։ Բայց ինքը Աստված լինելով իրան փակում էր, լիմիտ էր անում այդ Բայբլի գրվածքների մեջ։ Առավել շատ մենք պետք է զգույշ լինենք, որ Բայբլից դուրս գրքերին, վիդեոներին, տես բաներին չհետևենք։ Այս շաբաթ հովիվը շատ կարևոր թեմա սովորացրեց Bible study տեղը, որ այս հիմիկվա ժամանակներում ահա որ շատ մոլորություններ կան ու շատ օրտված բոլորի համար ինֆորմացիա էր ու այս խոսքը ել ավելի մանրամասն ինքը ձեզ կսովորացնի, բայց մի քանի կետով ուզում եմ ես իմ խոսքի մեջ էլ ասել, որովհետև շատ կապված է, թե մենք ինչ ենք հավատում, ինչերի ենք տեղ տալիս։ Առաջի Տիմոթեոս 4-ի 1-2-ն ասում է. Եվ Սուրբ Հոգին հայտնի ասում է, այստեղ Պողոսը գրում է, որ վերջի ժամանակներում ոմանք հավատքից կհեռանան եւ կնայեն մոլոր ոգիների եւ դևերի վարդապետությունների, ստախոսների կեղծավորությամբ, որոնց խղճմտանքը տաղված է։ Պողոս առաքյալը ասում է, որ վերջի ժամանակներում, որը որ հիմա է, ինքը այն ժամանակ էր գրում հիմիկվա համար, Սուրբ Հոգին իրան հայտնի ասել է, իր ներսից հայտնի խոսացել է, որ այս ժամանակներում լիքը քրիստոնյաներ հավատքից կհեռանան, որովհետև իրանք կսկսեն լսել դևերի վարդապետություններին, demonic teaching-ներին, ստախոսների կեղծավորությամբ, որ խղճմտանքը տաղված է։ Որոնք են այդ demonic teaching-ները, որ մենք խոսացինք, դրանք բոլոր են գրքերն են, բոլոր են ապոկրիֆներն են, որոնք Բայբլից դուրս են։ Հիմա լիքը մարդիկ ինչ որ ապոկրիֆներ են գտել, օրինակի համար Ենոքի գիրքը, Book of Enoch, կամ Թադեոսի գիրքը, կամ ուրիշ տեսակ այդպես գրքեր են հայտնաբերել ու ասում են, որ իրանք այս գրքերն էլ Բայբլի մասն են կազմում, ուղղակի հետո են գտել։ Դա սուտ է, դա demonic սատանայի teaching-ն է, դա Աստծո կողմից չի, որովհետև այդ գրքերը ամբողջովին contradict են անում, հակասում են Աստծո խոսքին։ Աստծո խոսքի չեն բռնում ընդհանրապես։
ու դրա նպատակն է, որ քրիստոնյաներին հետաքրքրասիրությունով այդ վիդեոներով, գրքերով շեղեն Բայբլի իսկական խոսքից։ Բոլորը կարող է լսած լինեք այդ հսկաների մասին, ջայենտները, հրեշտակները, նեֆիլիմ, չէ, վիդեոներ շատ կան այսօր, մանավանդ AI-ով սկսել են շատ վիդեոներ, գրավիչ, tempting վիդեոներ սարքել, որ ահա որ հետաքրքիր է, մարդիկ view-եր են լիքը հավաքում։ Բայց պետք է մի բան հասկանա Աստծո ժողովուրդը, որ Բայբլը ունի 66 հատ գիրք։ Դրանից ավել գրքերը, ապոկրիֆները, ինչ որ հետո գտել են, սուտ են։ Մարդիկ են դրանք հորինել ու ինչն է այստեղ կարևորը, որ դրանց վերաբերյալ վիդեոներ, օրինակ կարող է շատ հետաքրքիր ռիլեր սարքեն, վիդեոներ սարքեն, որ դրանք ֆանտաստիկ սենց հետաքրքիր է նայելը, ֆանտաստիկ կինոները տեսած կլինեք, որոշ մարդիկ շատ են սիրում։ Ու այդ վիդեոները իրանք շատ նման են այդ ֆանտաստիկ ոնց որ ասած կինոների։ Ու մարդը դրանով հետաքրքրվելով նայելով մի հատ նայում է, երկու հատ նայում է, սխալ սերմեր է, seed, սխալ սերմեր է ցանվում ու այն մարդիկ, ովքեր խոսքը լավ չեն իմանում, այդ դրանից շատ հանգիստ լսում ու հավատում են։ Մեր հովիվն է օրինակ բերեց, որ ինքը 35 տարի եկեղեցում Աստծո խոսքի մեջ է, բայց ինքը ոչ մի անգամ չի նայում ու կարդում այդ տեսակ բաներ։ Ինչի համար։ Որովհետև Աստծո երկյուղը fear of God ունի, որ միգուցե այդ բանը նայելուց շեղվի, որովհետև լիքը Աստծո ծառայողներ, pastor-ներ, teacher-ներ, ուժեղ Աստծո ուժեղ ծառայողներ, այս տեսակ բաները նայելով, լսելով, հետաքրքրասիրությամբ նայելով, ուղղակի մի հատ երկու հատ, այդ սխալ սերմերն են տեղ գտել։ Ու տարիների ընթացքում սկսել են արդեն շեղվել իսկական Բայբլի truth ճշմարտությունից։ Նույնիսկ ամենախելացի իմաստուն եւ ուժեղ հավատքով մարդը Սողոմոնն էր, Սոլոմոն։ Ու Աստծո խոսքը ասում է, որ իր կյանքի տարիների վերջում, ծերության ժամանակ ինքը Աստծուց հեռացավ։ Ոնց ինքը այդքան ուժեղ հավատքով լինելով, իմաստուն լինելով, իմաստությունը ոնց իրան չօգնեց։ Չէ՞ որ Աստված իրան տվել էր իմաստություն, ինքը խոսքը շատ լավ գիտեր, ինքը Աստծո հետ շփում ուներ, ինչպես ինքը մոլորվեց Աստծուց, հեռու գնաց։ Որովհետև ինքը մի բանում ուշադիր չէր եղել։ Ինքը կանայք էր առել ուրիշ ազգերից, հեթանոս եւ ուրիշ կռապաշտ, ուրիշ աստվածների, չաստվածների պաշտող կանայք էր առել, որոնք որ Աստծո ժողովրդից չէին ճանաչում իր կենթանի Աստծուն, ու այդ կանայք տարիների ընթացքում անդադ Սողոմոնի աչքի առաջ զոհեր sacrifice են անում իրանց Աստծուն, չարին։ Ու այդ ամեն ինչը Սողոմոնը տենալով տարիների ընթացքում տևեց ամբողջ կյանք, որ այդ սերմերը իր մեջ գնալով աճի ու ինքը հեռանա Աստծուց։ Դրա համար ոչ մեկ թող չմտածի, որ ինքը հաստատ օքեյ է, իր համար ոչ մի բան չի լինի, իր մոտ ոչ մի բան չի լինի, ինքը չի հեռանա։ Պետք չի մտածենք, որ ասենք ես հավատում եմ, ինձի բան չի լինի։ I believe I'm safe։ Այտենց պետք չի ասենք ու բացենք նայենք այտենց վիդեոները։ Հավատքը այն ժամանակ է ճիշտ առողջ հավատք, երբ որ դու տեսնում ես Աստծո խոսքը ասում է հեռու մնա այտենց բանից, մի նայի, ու դու հեռու ես մնում Աստծո խոսքն ես անում ու չես նայում։ Ոչ թե որ Աստծո խոսքը ասում է մի նայի, դու գնում նայում ես ու հավատում ես, որ քեզ բան չի լինի։ Դա հավատք չի։ Դա այսինքն ուզում ես մտածես, որ քո հավատքը ավելի ուժեղ է, քան Աստծո խոսքը։ Մեր հավատքը ավելի ուժեղ է, քան Աստծո խոսքը, ոչ։ Աստծո խոսքը ասում է հեռու մնա այդ բաներից, որոնք որ մոլորություն են, դևերի վարդապետություն են։ Իսկ այսօր քրիստոնյաների չենք տեսնում, որ ոչ միայն նայում են իրար են ուղարկում, հետաքրքրվում են, ինչի համար, դա հետաքրքրասիրությունից է։ Ահա որ curiosity է, չեն համբերում։ Աստծո խոսքը ասում է վերջի ժամանակներում չեն համբերի, endure չեն անի Աստծո խոսքի ճշմարտությանը, որովհետև Աստծո խոսքի համար դու պետք է դնես ինչ որտեղ միտքը, շնչավորը, flesh-ը, կողքի դնես ու սկսես հոգով կարդալ, աղոթել, գործ պետք է անենք մենք այս խոսքի։ Ու դա իրական մեր մեջ փոխում է, բաներ է փոխում։ Իսկ այս տեսակ գրքերը, վիդեոները դրանք ոչ մի աճ, շինություն չեն տալի մարդուն։ Growth չի լինում դա հոգևոր։ Դա ուղղակի curiosity-ն, հետաքրքրասիրությունը ոնց որ հավեսի համար նայում են, հեշտ է, հավես է, ուղարկում են կողքի մարդկանց։ Ու դրանով չարը խափում գցում է։ Ամեն դրա համար պետք է շատ ուշադիր լինենք, խոսքի վրա հիմնված լինենք ու պաշտպանված կլինենք այդ ժամանակ։
Աստծո խոսքը ասում է հեռու մնանք եւ մենք հեռու մնանք այդ տեսակ բաներից, ինչը որ Բայբլի մեջ գրված չի։ Բայց եթե հանկարծ ինչ որ մեկը կարդացել է կամ այս տեսակ վիդեոներ է նայել ու իր մեջ վստահ չի ճիշտ է թե չէ, անպայման մոտիկացեք հովիվին խոսացեք եւ հավաքների հետ է կարող եք խոսալ, որովհետեւ դա շատ սխալ կլինի, եթե դու այդ տեսակ վիդեոներ նայած լինես ու այտենց իգնոր անես, թողես որ մնա։ Նույնիսկ ես, երբ որ իմ շատ սիրելի քարոզիչին էի լսում, մոտավոր մի ամիս առաջ, 2 ամիս առաջ, իր խոսքի մեջ ես այդ Book of Enoch-ից մի հատ օրինակ բերեց, որ ինձ շատ շոկի մեջ գցեց այդ բահին, ճիշտ ասած, հենց Աստծո խոսքն էինք խոսում ու շատ ուժեղ սուրբ ձևով խոսում էր Աստծո խոսքը։ Ու Աստծո խոսքից մի հատ scripture ասեց, որ այդ խոսքը այդտեղ կանգ առավ։ Ու եկայն որ կանգ առավ, ինքը շարունակեց այդ ապոկրիֆից օրինակ բերելով։ Ու երբ որ ես դա լսեցի, ես չընդունեցի, միանգամից անջատեցի։ Բայց անջատելուց հետո զգացի մյուս օրը մի տեսակ հետաքրքրասիրություն առաջամ, ուզում եմ էլի նայեմ, էլի լսեմ այդ, բա ինչ կլինեն այդ ջայենտները, հսկաները ոնց են առաջացել, բա այդ հրեշտակները կարող է հիմա մեր մեջ կան։ Այս տեսակ ինքը հարցերի մոտ առաջացրեց, որ ես պատասխաններ էի արդեն փնտրում։ Հենց այդ է վտանգը, որովհետև ինքը կիսատ ինֆորմացիան Աստծո խոսքից վերցնում են, ավելացնում են սխալ գրքերից վերցրած ինֆորմացիայի հետ ու դա լիքը ուրիշ հարցեր առաջացնում, որ դու պետքա այդ հարցերի պատասխան ստանաս։ Ու սկսեցի ես այդ պահով մտածել, բայց հետո ես զգում եմ, որ դա ճիշտ չի, որովհետև իմ մեջ դա confusion է բերում։ Ու Աստծո խոսքը իմացեք, որ քո մեջ confusion չի բերում, ինքը քո մեջ աճ ու հաստատություն է բերում։ Confusion-ը խառնաշփոթ բերեց ու ես որոշեցի զանգեմ խոսամ Հովիվի հետ, ասեցի, սենց վիդեո եմ նայել, սենց բանա չեմ ընդունում, չեմ հավատում։ Բայց իմ մեջս անընդհատ սենց մի տեսակ հարցեր առաջանում ու էսի մտածում եմ վտանգավոր է, կարող է սխալ սերմա, սիդա իմ մեջ ընկե։ Ու խոսացինք Հովիվը ինձ շատ հստակ խոսքով բացատրեց ու այդ ամեն ինչի իմ մեջից մաքրվեց գնաց, ջարդվեց, որովհետև արդեն բացում էի Սկի վիդեո չէի նայ, այդ մի հատ մասը լսել էի, արդեն ռիլերով իմ մոտ այդ հրեշտակների վիդեոներն էր բերում, որ այն որ չարը օր ու գիշեր աշխատում է, որ մարդուն այդ քրիստոնյային տանի հեռու։ Դրա համար մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ թեմայով, ամեն։ Փառք Տիրոջը։ Երբ որ մենք հաստատուն կանգնենք Աստծո խոսքի վրա, մեր հավատքը կաճի։ Որովհետև հավատքն ու խոսքը, faith ու the word of God իրար հետ են գործում։ Այս երկուսը մեր հոգևոր զենքերն են։ Ասա զենք, weapon, չէ՞։ Լիքը քրիստոնյաներ չեն հասկանում, որ իրանք ունեն weapon։ Զենք ունենք մենք։ Եփեսացի 6:11-ից 12-ը ասում է. Աստծո սպառազինությունը հագեք։ Սպառազինությունը անգլերեն full armor, Աստծո armor-ը հագեք, որ կարողանաք սատանայի հնարքներին հակառակ կանգնել։ Որովհետև մեր պատերազմը արյան եւ մարմնի հետ չի, այլ իշխանությունների, պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ է։ Տեսեք, այստեղ Պողոս առաքյալը Եփեսացիների գրքում, Եփեսացիների եկեղեցուն մի բան է ուզում հասկացնի, ասի դուք քրիստոնյա լինելով պետքա հագնվեք armor-ը, անգլերեն լավ ասում, որովհետև armor-ը ամբողջական այդ զինվորի ամբողջական շորերն է։ Դուք պետք է ասում այդ հագնեք, որովհետև առանց դրա դու քեզ թվում է թե դու պատերազմ, դու կռվում ես ֆիզիկական ամեն ինչ նորմալ է, բայց իրական հոգևորում պատերազմ է գնում։ Այսօր շատ քրիստոնյաներ կյանքում ոնց որ հալածանք ինչ որ հատուկ բան չկա, ամեն ինչ նորմալ է, ընտանիքում լավ է, աշխատանք ունեն, գալիս են եկեղեցի, մտածում են ամեն ինչ լավ է, բայց իրականում հոգևորում պատերազմ է գնում։ Ինչից ենք սա մենք իմանում։ Առաջի Պետրոս 5:8-9 ասում է. Արթուն եղեք, հսկեք, արթուն եղեք, որովհետև ձեր ոսող թշնամին սատանան, գոռոզ առյուծի պես ման է գալի եւ որում թե որին կուլ տա, որին հակառակ կացեք հավատքով հաստատված, իմանալով որ ձեր եղբայրներն էլ աշխարհի մեջ են նույն չարչանքներն են քաշում։ Տեսեք ինչ ասում Պետրոսը, ասում է պետքա արթուն լինի Աստծո ժողովուրդը, քրիստոնյաները։ Եթե ֆիզիկական աշխարհում ամեն ինչ նորմալ է, աշխատում է լավ, ընտանիք ամեն ինչ նորմալ է, հոգևորում ինքը պետքա շատ արթուն ու զգոն լինի, որովհետև չարը չի ասում, օրինակի համար չգիտեմ, այս ինչ մարդը դաս անում, աշխատում է լավ, իրան հանգիստ թողնեմ, հետո հենց վերջացնի կգամ։
Պես չի, ինքը ամեն օր ու գիշեր առյուծի նման, չէ, թշնամու նման, մանրագալի, թե որին գցի, որին թուլացնի, ու ասում է, ինչ պետք է անենք, նաև առաջի Տիմոթեոս 6:12-ում ասում է, պատերազմի հավատքի բարի պատերազմը և բռնի հավիտենական կյանքը, որի մեջ կանչվեցիր և դավանեցիր բարի դավանությունը շատ վկաների առաջին։ Տեսեք, ասում է պատերազմի հավատքի բարի պատերազմը։ Նաև հետի ասում է 2 Տիմոթեոս 4:7 բարի պատերազմը պատերազմեցի, ընթացքը կատարեցի, հավատքը պահեցի։ Աստծո խոսքի մեջ շատ տեղերում ասում է, որ մենք քրիստոնյաներս գտնվում ենք պատերազմի մեջ, war-ի մեջ են գտնվում։ Ժամանակ կլինի, որ էդի ուժեղ կթեժանա, պետք է ավելի ուժեղ պատերազմա, ժամանակ կլինի ավելի հանգիստ է, բայց պատերազմ է դա, այսինքն սովորական դու չարը չի թողում, որ հանգիստ ապրես գնաս երկինք, ինքը անդադ փորձելու է մարդուն գցի։ Ու գնանք նորից Եփեսացիս 6:13-ը, տեսեք ինչ է ասում։ Սրա համար Աստծո սպառազինությունը հագեք, armor of God-ը հագեք, full armor-ը հագեք, եւ որ կարողանաք հակառակ կենաք չարության օրում, եւ այս ամենը կատարելով հաստատ կանգնեք, ուժեղ կանգնեք։ Տեսեք, այստեղ ինչ կարևոր ասում է, եթե դու այդ armor-ը չհագնես, Աստծո սպառազինությունը չհագնես, չարության օրը, այսինքն այդ պատերազմի ժամանակ, դու չես կարող հաղթես ու հաստատուն կանգնես։ Ինչի համար էր Տիմոթեոսի մեջ գրած բարի պատերազմ, որովհետև Հիսուսը արդեն հաղթել է այդ պատերազմը, այդ խոսքը և ճանապարհը բանալին տվել է, որ մենք հաղթենք, բայց մենք պետք է դա գործենք, պիտի պատերազմենք և հաղթենք։ Դրա համար դա կոչվում է բարի, it's a good word, չէ, այսինքն բարի պատերազմ, որ դու կարող ես հաղթել, Աստված տվել է այդ ունակությունը, զորությունը, մենք կարող ենք դա հաղթել, բայց պետք է վերցնենք մեր weapon-ները, մեր զենքերը։ Շատ քրիստոնյաներ չեն իմանում ու չարության օրը, այսինքն այդ դժվարության օրը, փոխանակ հավատքը ավելի ուժեղացնեն, թուլացնում են և վնասվում են։ Նայենք Եփեսացի 6:14-16 խոսքերը, ասում է. Ուրեմն հաստատ կանգնեք ձեր մեջքը ճշմարտությունով գոտևորված, ինչն է գոտևորումը, այսինքն մարդը զինվորը ինչ անում, գոտի է կապում իր մեջքին, որ ձիգ մնա մեջքը։ Ասում է, դու որպես քրիստոնյա պետք է քո մեջքին ձիգ պահես ինչպես, ճշմարտությունով, Աստծո խոսքը ճանաչելով ճշմարտությունով, և արդարության զրահը հագած, և ձեր ոտները կոշիկ հագած խաղաղության ավետարանի պատրաստությունով, և ամենի վրա հավատքի վահանը առեք, վահան անգլերեն shield, հավատքը դա խորհրդանշում է shield-ը, զինվորի, որով կարող լինեք չարի ամեն կրակոտ նետերը հանգցնել, և փրկության սաղավարտն առեք և հոգու սուրը, sword-ը, որ Աստծո խոսքն է։ Տեսեք, Աստծո խոսքը հստակ համեմատում է զինվորի հետ քրիստոնյա մարդուն։ Զինվորը իր վահանը, shield-ը, ավելի ձիգ ու ուժեղ է պահում, երբ որ թշնամին հարձակվում է, enemy-ն հարձակվում է իր վրա։ Նույնիսկ այդ ժամանակ ինքը բարձրացնում է այդ shield-ը, չէ՞։ Տեսած կլինեք կինոների մեջ, այդ shield-ը վահանը բարձրացնում է վերև, որ այդ խփած կրակոցներին ինքը պաշտպանվի դրանից։ Բայց այսօր շատ քրիստոնյաներ այդ հավատքը ունենալով, այդ զենքը shield-ը ունենալով, գցում են կողքի, երբ որ այդ հարձակումը գալիս է։ Գիտեք ինչի։ Shield-ը վահանը շատ անգամ ծանր է։ Դա հաճելի չի բռնել և բարձրացնել վերև, չէ՞, զինվորի համար, նույնիսկ ֆիզիկական աշխարհում ծանր է թվում ինչ-որ տեղ, դժվար է, բայց դա է տալիս փրկությունը և օգնությունը զինվորին։ Նույն էլ sword-ը, թուրը, դա weapon-ը, զենքը, որ Աստված տվել է, ու եթե զինվորը այդ զենքը կողքի գցի մենակ վահանով պաշտպանվի, այդպեսակ չի լինի։ Դրա համար այդ երկուսը իրար հետ են գործում։ Տեսեք, դժվարության փորձության ժամանակ պիտի ավելի ուժեղ հավատանք մենք քրիստոնյաներս, պետք է մեր հավատքը ավելի բարձրացնենք, չգցենք կողքի։ Որովհետև այդ կրակոտ նետը arrows, flaming arrows, չէ, կրակոտ, ինչի է կրակոտ, որովհետև դրանք ցավոտ են, ցավ է բերում, դա distraction է բերում իրականում։ Այդ մտքերը, եթե քրիստոնյան չպաշտպանվի, կվնասվի։ Ու այսօր լիքը քրիստոնյաներ օրեկան վնասվում են։ Իրանք չեն հասկանում ոնց են իրանք այդ հավատքը բարձրացնելու տեղը գցում կողքի, ու այդ flaming arrow-ները, նետերը կպտում է մարդու մտքի մեջ։ Գալիս է և խոցոտում վնասում է։
այդտեղից է գալի դեպրեսիան։ Քրիստոնյաների կյանքում որտեղից է գալի դեպրեսիա, եթե Աստված քրիստոնյային տվել է զենքեր, որ ինքը կարա հանգիստ կռվի եւ ուժեղ կանգնի, ինչի համար քրիստոնյան ունի դեպրեսիա, որովհետեւ ինքը հավատքը պահելու տեղը, պաշտպանվելու տեղը կողքի է գցում, ասում է ծանր է իմ համար։ Ու այդ նետերը գալի կպնում եւ վնասում են։ Ու չարը հասնում է իր ավզածին։ Տեսեք, որոշ իրավիճակներում այդ միտքը չես ընդունում, իգնոր ես անում, անցնում է։ Լինում են ժամանակներ, որ միտքա գալի, իգնոր ես անում, չես ընդունում, անցնում է։ Բայց իրավիճակներ կան, որ պետքա հակահարված տաս։ Պետքա դու հետ խփես, բացի պաշտպանվելուց պետքա օգտագործես թուրը, sword-ը, որ խփես թշնամուն։ Կինոներ կան, եթե տեսակ լինեք, կռվի դաշտում, որ զինվորը ուժեղ լարված պայքարի ժամանակ միամիտ այդ իր թուրը ընկնում է, ամեն ձևով գնում է, որ այդի հետ վերցնի, որտեղ ինքը գիտի այդ թուրն է միակ ճանապարհը, որ ինքը կարա թշնամին ոչնչացնի։ Որովհետև շատ անգամ փորձություն եւ դժվարություն կարա գա քո կյանքում, որ դու անընդհատ պաշտպանվես այդ վահանով, հավատքով պաշտպանվես, բայց թշնամին չի այդ, նորից խփում է։ Իրավիճակ կարա լինի, որ անընդհատ խփի, այնքան խփի, մինչև այդ վահանը ընկնի, այդ շիլդը ընկնի, հավատքը, թուլանա։ Դրա համար այս տեսակ իրավիճակում դու պետքա գործի դնես թուրը, խոսքը, Աստծո խոսքը, սուրը։ Այդ ժամանակ այդ խոսքը կսպանի թշնամուն, այսինքն քո վրա հարձակվում է, չի ստոպ տալիս, վահանով պաշտպանվում ես, հավատքով չես ընդունում, բայց ինքը չի ստոպ տալիս, շարունակում է։ Այս ժամանակ դու պետքա սովորես, մենք պետքա սովորենք Աստծո խոսքով հետ հարվածել, հետ խփել, որովհետև եթե չէ, այդ հավատքը ուշ թե շուտ կընկնի, կթուլանա հոգևոր մարդը։ Աստծո խոսքը իզուր չի տրված սուր։ Իզուր չի ասած տվեց weapon-ներ, այս երկու տեսակ weapon-ները, որ դրանով մենք հաղթանակ ունենանք։ Օրինակի համար sense մի հատ օրինակ բերեմ։ Այստեղ շատերը ծնողներ եք, երեխեք ունեք։ Ու պատկերացրեք ու այս տեսակ դեպքեր լինում է, որ չարը ասենք իրավիճակ առաջանում, երեխու հետ կռվում ես, ու մեկը հանկարծակի sense մտքեր ա գալի, չարը միտք ա բերում, ասում ա նայ, երեխեդ էլ քեզ չի լսում, հեսա մեծանալու է, Աստծուց հեռու է գնալու, քո հետ էլ չի շփվելու, ու sense զգում ես, որ կրակոտ այդ flaming arrow-ներ ա գալի, նետեր ա գալի, որ քեզի ուժեղ հիասթափություն ա բերում, disappointment ա բերում, թուլացում ա բերում։ Ու դու դա գիտես, որ դա սուտ է, որովհետև դու պայքարում ես, ոնց որ ասած, քո երեխուն դաստիարակում ես, Աստծով բարձրացնում ես, սովորացնում ես, դու գիտես, որ դա սուտ է, բայց ինչ որ իրավիճակ, իհարկե ծնող լինելը դա process է, չէ, որովհետև ժամանակ ա պետք, համբերություն ա պետք երեխեքին մեծացնելուց, ու լինում է դժվար իրավիճակներ, ասենք, անհամաձայնություններ, ու չարը միշտ է դրա մեջ է օգտագործում, այդ թույլ ընկած տեղն է օգտագործում ու մտքեր ա բերում, այդ կրակոտ սխալ մտքերն ա բերում, ասում է, քո երեխան էլ քեզ չի լսում, քեզ թողելու է գնա, Աստծուն էլ չի հնազանդվելու։ Տեսեք, այս տեսակ մտքի դեմ սովորական հավատքով պաշտպանվելը, ասում ես, հավատում եմ ամեն ինչ լավ կլինի, կարող է հերիք չլինի։ Որովհետև ինքը կշարունակի խփելը թշնամին, անդադ կբերի այդ միտքը։ Ինչ պետք է անես այս ժամանակ, օրինակի համար, Աստծո խոսքից scripture հանես, ասես, Տերը ասում է, որ իրա ձեռը իմ զավակների վրա է, կամ մի հատ ուրիշ տեղ ասում է, ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Սկսում ես հռչակումներ անձնել, ասել սատանա, ես չեմ ընդունում քո մտքերը, Աստված ես հռչակում եմ, որ ես եւ իմ տունը Տիրոջն ենք ծառայելու։ Ու դու սկսում ես այդ թերով խփել, հարվածել, ու այդ ժամանակ գա իրական ճեղքումը։ Այդ ժամանակ է թշնամին կողքի գնում եւ թողնում հանգիստ։ Մենակ վահանով այդ պաշտպանությունը, որ ասես հավատում եմ Աստծուն ամեն ինչ լավ կլինի, շատ դեպքերում հերիք չի։ Ոստեղ են քրիստոնյաները ընկնում, որ մտածում են, ես հավատում եմ Աստծուն ամեն ինչ լավ կլինի, բայց մեկը այդ մտքերը ճնշում են, մեկը այդ կրակոտ նետերը հարձակում ու ճնշում են քրիստոնյանին։ Այդ ժամանակ պետք է մենք սովորենք, ինչի համար եմ ասում սովորենք, որովհետև գործ է պետք, մենք պետք է ջանք անենք, գրքից վերցնենք տեղերը, հռչակենք, սովորենք, ամեն։ Ու էդի տեսեք խոսքի մեջ, որ ասում եմ 13-րդ խոսքը Եփեսացի 6:13 ասում է, որ կարողանաք հակառակ կանգնել չարության օրը եւ այս ամենը կատարելով հաստատ կանգնել։ Շատ քրիստոնյաներ պայքարում են հոգեվոր,
Բայց այդ փորձությունից, դժվարությունից դուրս են գալի ամբողջովին տանջված եւ ոնց որ ասած հոգնած, հիասթափված, հազիվ դուրս պրծած։ Աստծո կամքը դա չի, Աստծո կամքն է, որ մենք ասում է հաստատ կանգնենք այդ դրա մեջ, 13-րդ խոսքն է, չէ՞։ Հաստատ կանգնենք։ Ամեն, որովհետև Աստված չի ուզում, որ որևէ մեկը ընկնի, դժվարանա։ Դժվարություններ գալու են, բայց Աստված տվել է մեզ weapon-ներն ու զենքը, այդ հավատքն ու խոսքը։ Եթե մենք դա չգործածենք, մենք կլինենք զինվորներ առանց weapon-ի, առանց զենքի։ Զինվորը այնքանով է ինքը զինվոր պատերազմի ժամանակ, ինչքանով որ ինքը ունի զենք։ Առանց զենքի զինվորը ուղղակի հագածով է զինվոր, կամ ասենք անունով է զինվոր։ Մի ինչ որ մի հատ կրակոց լինի իր վրա, ինքը կթողնի կփախնի, ոչ մի ուժ չունենա։ Նույն ձևով է մեր հավատքը, այնքանով է հավատքը կենթանի, ինչքանով մենք դա գործի ենք դնում, Աստծո խոսքով։ Փառք Տիրոջը։ Ու եթե դու խոնարհության խոսքի վրա կանգնած ես, խոնարհությունով, հեզությունով, խոնարհությունով, խոսքի վրա կանգնած ես, ամեն տեսակ փորձության մեջ դու կարող ես հաստատուն կանգնած դուրս գալ։ Որովհետև Աստծո խոսքը ասում է, Աստված հավատարիմ է, որ մեր ուժերից ավել փորձություն մեզ չի տա։ Դրա այդ ելքն էլ է պատրաստում, այսինքն ճանապարհը պատրաստում, որ դուրս գաս այդ փորձությունից։ Սա նույնպես, այս խոսքը նույնպես այն proof անում, ապացուցում է, որ այդ դժվարությունները, փորձությունները, որ երբ որ գալիս են քրիստոնեական կյանքում, եթե ինքը Աստծո խոսքի վրա հնազանդության, խոնարհության մեջ հաստատված լինի, ինքը կկարողանա դուրս գալ ու հաստատ կանգնած դուրս կգա առանց ճղված մեջտեղից։ Ու մի բան է ասեմ ու կավարտենք, դեպքեր կան, որ չարը միտք է բերում, կասկած է բերում ու քեզ համոզում եմ, ոնց որ քեզ թվում է, թե դա էդի քո միտքն է։ Դատապարտության մի հատ միտք է բերում, օրինակի համար։ Մեկը ինչ որ քրիստոնյա մարդը սայթակել է, ինչ որ մի հատ մեղք է, ասենք, սուտ է խոսած է, ու միանգամից այդ պահից չարը օգտվում է, միտք է բերում, ասում է Աստված էլ քեզ չի սիրում, չի ընդունում։ Ու քեզ համոզում է, որ էդի քո միտքն է։ Ասում է դու էլ Աստծուն չես հավատում, լավ քրիստոնյա չես դառնում, ինչ ես անում։ Գիտեք, որն է դրա նպատակը։ Չարի նպատակը այն է, որ դու այդ մտքին հավատաս, որ դա քո միտքն է։ Ու հավատալով դու բաներ խոսես անհավատությունից, որ այդ միտքը դառնա քայլ, գործ դառնա։ Այդ կասկածը գործ դառնա։ Դրա համար, եթե ինչ որ մի բանի մեջ սայթակում կամ սխալվում ես պահի տակ, ապաշխարի Աստծո առաջ, ներողություն խնդրի Աստծո առաջ, եթե մի հատ միտք է գալիս սխալ, ասում Աստված չի ընդունում կամ այլ։ Ասա գիտես ինչ, ես իմ ու Աստծո միջև Աստծո խոսքը հավատարիմ, ասում Աստված հավատարիմ է, որ ներում է, երբ որ մենք ապաշխարում ենք, երբ որ մենք ներողություն ենք հայտնում։ Դրա համար այդ տեսակ մտքերն էլ է չարը շատ ուժեղ օգտագործում, որ քրիստոնյան, ով որ նվիրված է, շատ սիրում է Աստծուն, մի պահի տակ կարող է մի հատ սխալ թույլ տա, միանգամից այդ միտքը բերի ասի, նայ դու սխալ ես անում, ու ինքը մտածում է թե դա իր միտքն է, բայց դա չարի միտքն է, դրսից է, դա քո միտքը չի։ Ու մի կարևոր խոսք էի նայում այն ժամանակ, որ ասում է, այն մտքերը, որ դու entertain չես անում, չարի սխալ մտքերը, որ չես մտածում դրա շուրջ, they will die unborn, այսինքն հələ ոչ մի բան չեղած կանհետանան, կվերանան։ Ամեն, այս տեսակ դեպքեր է լինում, որ երբ որ այդպես միտք է գալի, պետք է էլի Աստծո խոսքով չընդունես, եւ դրանք կանհետանան, քո մտքերը չեն։ Ամեն, որ չմտածես, ասես, վայ, ես ինչ մտքեր մտածում ամոթա, ոնց որ քրիստոնյա եմ։ Ոչ, դա քո մտքը չի, դրսից է ուղղակի դուր շպրտի մի ընդունի։ Այսքան է ոնց որ պատրաստ է, փորձեցի տարբեր անկյուններից, բայց հավատքը այնքան մեծ թեմա է, ես այս երկու շաբաթ խոսքի նոր կտակարանից հավատքի մասին սկրիպչրները դուրս էի գրում։ Կարս արդեն ես աղոտ կանենք, հավատքի մասին այդ սկրիպչրները խոսքերը դուրս էի գրում, այսենց մեծ թղթի վրա շատ բարակ այդ պրինտ արած type արած ձևով 4H դուրս գրեցի։ 4H հավատքի մասին տեղերը։ Ու հլելի ամբողջական լրիվ չեմ գրել։ Ու ընդհանրապես մի քանի խոսքի վրա։ Հավատքը Աստված մենք պետքա գիտակցենք, շատ ուժեղ weapon ունենք, զենք ունենք։ Ու քրիստոնյա ժողովուրդը ընկնում է նրա պատճառով, որ այդ զենքը չի պահում, ուժեղ չի պահում։ Ու հավատքը շատ կապված է խոսքի հետ։ Աբրահամը հավատաց, որովհետև լսեց Աստծո խոսքին եւ
ընդունեց, վստահեց այդ խոսքին։ Մենք այսօր ունենք Bible-ը։ Bible-ով մենք այդ խոսքը կարդում եւ վստահում ենք։ Չպիտի Bible-ից դուրս բաներ փնտրենք։ Ուժեղ հաստատ կանգնի Bible-ի վրա, դու կտենաս քո մոտ ամեն ինչ լավ ստացվում ու աճ ես ունենում։ Ու չարը զինաթափված է, զենք չունի, weapon չունի, իր միակ զենքը սուտն է։ Եթե ինքը փորձի քեզ ստով թուլացնի, կարողանա ինքը քեզի թուլացնի ստով, իմացի որ ինքը այդ չեղած զենքով հաղթեց։ Այսքան Աստված մեզ զենք է տվել, մենք պետքա ոնց որ ասած չթողենք այդ ստերը ընդունենք ու ընկնենք։ Ամեն։ Ղուկաս 10:19 ասում է. Ահա ձեզ իշխանություն տվեցի, Հիսուս ասում է, ոտնակոխելու օձերին, կարիճներին եւ թշնամու ունեցած ամեն զորությանը, օձեր կարիճներ դրանք չարի դևերին նկատի ունի։ Թշնամու բոլոր զորությանը եւ ոչինչ ձեզ չի վնասի։ Սա Հիսուսի խոստումն է իր ժողովրդին քրիստոնյաներին, որ ոչ մի բան քեզ չի վնասի։ Դու եթե հավատքով եւ խոսքով ճշմարիտ truthful խոսքով կանգնես, քեզ ոչինչ չի վնասի։ Փառք ասում, որովհետեւ մենք հավատում ենք միասնով մեզ տվել է զենքեր, չի թողել ուղղակի այս աշխարհում առանց ոչ մի բանի։ Ասած մեզ տվել է այդ զենքերը, ընդունակությունը, այդ ability-ն, որ մենք հաղթանակ տանենք, որովհետեւ Հիսուսը հաղթել է արդեն սատանային եւ այդ հաղթանակն է ապրում մեր մեջ։ Այն Աստվածը, որ Հիսուսին մեռելներից հարություն տվեց, այդ Աստվածն է մեր ամենքի մեջ բնակվում, հասկանում ենք, ու երբ որ մենք դեպրեսիայի եւ մտքերի ճնշման տակ ենք ընկնում, մի հատ պետքա գիտակցենք ինչքան մեծ Աստված ունենք մեր մեջ, որ ինքը բնակվում է մեր մեջ։ Ու այդ ժամանակ ամենակարևորը խոսքից բռնվենք։ Փառք Տիրոջ, ամեն։ Եկեք աղոթք քանենք։ Նաև Հռոմեացի 10:8-ն եմ ուզում կարդամ, որովհետև սա շատ կարևոր է, հավատքը ինչպես է գործում։ Բայց գիրքն ինչ ասում, մոտիկա քեզ խոսքը, քո բերանումն է, քո սրտումն է, այսինքն հավատքի խոսքը, որ մենք քարոզում ենք։ Եթե մենակ այստեղ ներկրը, եթե սրտով հավատաս ու բերանով դավանես, կփրկվես, Աստծո խոսքը ասում է։ Մենք սրտով հավատացել ենք եւ բերանով խոսացել ենք։ Տեսեք, այստեղ էլ հավատքն ու խոսքը իրար կպած է։ Սրտով հավատում ես Աստծուն, Հիսուսը մեռելներից հարություն առե, այո, հավատում եմ։ Դա հրճակի խոսքով, ասա որ հավատում ես եւ այդ ժամանակ կփրկվես, այդ ժամանակ վերստին ծնունդ կգա, spiritual born again կլինենք։ Փառք Տիրոջը։ Ես հավատում եմ, որ վերջի ժամանակներում ինչքան որ այս մոլորություններն են տարածվում, այնքան Աստված ել ավելի այս լույսը կուժեղացնի եկեղեցում, որ մենք հավատքի վրա ուժեղ կկանգնենք։ Ամեն։ Այդ զենքերը մենք կգիտակցենք։ Ինչի համար են քրիստոնյաները ընկնում, որովհետև չեն ճանաչում Աստծո խոսքը։ Գիտության, չէ՞, գիտություն չիմանալու պատճառով կորում են, վնասվում են, բայց մենք այս խոսքի վրա ենք կանգնելու, այս եկեղեցում փառք Աստծուն, Աստված տանում է, որ խոսքի մեջ շատ ուժեղ լինենք, վարդապետությունը, ուսուցումը, teaching-ը Bible-ի վրա, հիմքի վրա ուժեղ լինի։ Ու ես հավատում եմ, ել ավելի խորն է Աստված տանում։ Եկեք աղոթք անենք, փառք ես իմ Տեր Աստված, քո զորության համար, այն հավատքի համար, որ դու տվել ես, Տեր, շնորհակալություն ենք քեզ հայտնում, Տեր, որ քո հավատքն է բերում միաբանությունը եւ զորությունը եւ հաղթանակը, Տեր, մեկ հավատք, մեկ Աստված, միաբան լինելով Տեր Հիսուսի անունով։ Եվ ես նաեւ աղոթք եմ այն մարդկանց համար, ովքեր որ միգուցե փորձության միջով են անցել ու դժվարությունով են դուրս եկել, ընկած վիճակով են դուրս եկել, Տեր, ես աղոթք եմ Հիսուս Քրիստոսի անունով, որ իրանք վերականգնվեն, restore լինեն, restoration-ը թող գա իրանց մեջ, Տեր ասած, վերականգնումը թող գա իրանց մեջ, Տեր, բժշկիր իրանց, խնդրում եմ, Տեր ասած, healing-ը թող գա իրանց մեջ, փառք ես Տեր իմ ասած, այն սխալ flaming arrow-ները, այդ նետերը, որ չարը իրանց վրա կրակել է եւ տեղ է գտել կրակոցները եւ կպել է այդ մարդկանց, Տեր, ես աղոթք եմ Հիսուսի անունով, քանդվի եւ բժշկվի